Պարոն Խանտոնյան, օգոստոսի 8-ի հանդիպումից հետո այլևս հայ հասարակությանը հիվանդ էր բնորոշել եւ առհասարակ նորություն չի Ադրբեջանի պահանջները, այն որ Հայաստանը ներկայացնում են իբրև ադրբեջանական տարածք, ադրբեջանական հող։ Այս ամենից հետո Արման Թաթոյանը The Washington Times ամերիկյան պարբերականում հոդված է գրել, իր մտահոգությունները հայտնել եւ Թրամփին դիմելով ասել է, որ Թրամփ թույլ մի տուր Ադրբեջանը օկուպացնի Հայաստանի տարածքները։ Ձեր կուսակցությունը որևէ մտավախություններ ունի եւ եթե այո, դուք եւս դիմում եք Թրամփին։ Մեր կուսակցությունը, մեր քաղաքական ուժը, Հայաստանի կառավարությունը ելնում է գոյություն ունեցող իրողություններից եւ առաջ է մղում խաղաղության օրակարգը եւ խաղաղության օրակարգը արդեն իսկ ապացուցում է, որ տալիս է իր արդյունքները։ Երեկվա հաստատված շրջանակը TRIP նախագծի այդ օրինակներից մեկն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սկսած առևտուրը եւ ակնկալվող նաեւ ակտիվացումը այդ առևտրի եւս այդ արդյունքներից մեկն է եւ Հայաստանի կառավարությունը եւ մեր քաղաքական ուժը հետեւողականորեն գնալու է այդ ճանապարհով խաղաղությունը ամրապնդելու եւ ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին նախագահին կոչեր անելուն, կարծում եմ պետությունները եւ պետությունների կառավարությունները միմյանց հետ հարաբերում են ոչ թե կոչերով, այլ համագործակցությամբ եւ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ունեն ռազմավարական գործընկերություն եւ այդ ռազմավարական գործընկերությունը բազմավորորդ է եւ ինչպես երևում է, ինչպես փաստերն են ցույց տալիս, ակտիվ առաջ է մղում։ Պարոն Խանտոնյան, Ադրբեջանի նախագահի այս խոսույթները, մեր տարածքների վերաբերյալ իր պահանջները, ընդ որում շրջանառվում է նաև Սյունիքի հետ կապված ադրբեջանական պահանջների մասին տեղեկություններ, սենք սպառնալիքի լեզու չեք համարում։ Մենք բազմիցս ասել ենք, որ ագրեսիվ ռետորաբանությունը չի նպաստում խաղաղության օրակարգին եւ նաև փորձել ենք ժամանակի ընթացքում ակնհայտորեն այդ ռետորաբանության պետք է նկատել, որ նվազում է տեղի ունեցել, բայց այնուամենայնիվ, եթե դրանք շարունակվում են, կրկին մեր արձագանքն այն է, որ դա չի նպաստում խաղաղությանը եւ երբ որ տեսնում ենք դրան գործնականում խաղաղությունը առաջ է մղում, այդտեղ իհարկե որոշակի խզում է առաջանում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ինչ-որ տարածքային պահանջների եւ այլն, կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ առաջընթաց ունենք այն առումով, որ մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, որտեղ Ադրբեջանը եւ Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ ստորագրվի պայմանագիրը եւ ավերացվի։